Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է։ Դե ինչ հանգստյան օրերին հանրության ուշադրության կենտրոնում փորձեր արվում պահվել Գյումրին, որովհետև որոշ քաղաքական ուժեր որոշել էին այցելել գյումրեցիներին, չգիտեմ ինչի երեսով ճիշտն ասած, բայց այնուամենայնիվ մի քանիսին հավաքել էին, դահլիճը լցրել էին, եւ ինչ եմ ասում մի քանի քաղաքական ուժեր, չնայած բոլորն էլ մեկ են, բայց այնուամենայնիվ ասեմ, որ Հայաստան դաշինքն էր գնացել Գյումրի, հանդիպում էր կազմակերպել, մի հատ դահլիճ մի կերպ նստացրել էին մարդկանց ու փորձում էին ներկայացնել կամ հիշեցնել գյումրեցիներին, թե իրենք ինչքան լավ ղեկավար են եղել ու եթե էլի գան, ինչքան ավելի լավը կլինեն։ Եվ մյուս կողմից էլ ձևիստներն էին գնացել Շիրակի մարզ, իհարկե մինչև վերջ չհասկանալով թե ուր են գնացել։ Հերթով գանք։ Նախ եկեք, քանի որ համառոտ եմ անդրադառնալու Հայաստան դաշինքին, ասեմ հետեւյալը, որ այդ թիմի մեջ ինչ որ բոլորը սկսել են այցելել ամենատարբեր մարզեր, քաղաքներ, թիմի մեջ ներառված Լևոն Քոչարին մի հարց տանք, ապեր պապային քիչ եք վերցնում հետներդ, որովհետև այդ մարդը վատ է նայում դրան մարդկանց հետ հանդիպելուն, թե ոնց է ժամանակ չունի, գուցե առողջական է այն չի, իսկ կարող է որոշ սահմանափակումներ կան այլ տիպի։ Չնայած Ռոբերտ Քոչարյանը իր բերանով խոստով անեց, որ իրեն տհաճ էր այցելել 21 թվականի նախընտրական քարոզարշավին եւ ասում էր, որ ես գնամ, հասնեմ, ստիպված հանդիպումներ ունենամ, երևի սա էր խնդիրը, կամ էլ մարդը գիտի, որ ուր էլ գնա, այդքան էլ մի նորմալ չեն վերաբերելու, քեզ առաջին պլան գցել։ Իբր կարող մարդիկ մոռանան, որ դու իր տղեն ես։ Եվ Հայաստան դաշինքից ես, որովհետև առանձին բանա լինել Ռոբերտ Քոչարյանի որդին, առանձին բանա լինել Տաշիրից, Հայաստան դաշինքից։ Ուրեմն ձեր մեջ մի հատ անդամ կա, Իշխան Սաղաթելյանը անուն ազգանունը, ով ամենաշատ բացակայությունները ունի ազգային ժողովում, աշխատանքից, չի գալիս աշխատանքի։ Ընդ որում մեծ թեմա էր դարձել նրա ազգային ժողովի փոխնախագահ ընտրվելը ժամանակին։ Այդտեղ են, որտեղ նստում վերեր կենում, հայրենիք էր փրկում։ Խնդրում եմ իրեն ցած փոխանցի, միասին մի հատ պոեզի գծերի վրա նկար ունեք, վիդեո ունեք։ Վստահաբար կապ ունեք իրար հետ։ Փոխանցի, ասա հայրենիքի փրկիչ ջան, դատախազությունը քեզանից 5 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց եւ 700,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է պահանջում։ Եթե դու հայրենիքի մասին մտածում ես, արի էլ ժամանակ մի ձգի, այդ գողացածը բերդիր տեղը։ Չնայած ես հասկանում եմ, որ լավ տեխնացուի չեմ դիմում ասելու պահով, որովհետև ինքն էլ կարող է շրջովի ասի Լևոն ջան, ձեզնից էլ երկրի կեսն է պահանջում դատախազությունը, դուք տարեք դրեք։ Բայց այնուամենայնիվ այս թեմայով հանդիպումներ փորձեք իրականացնել։ Ուզում եք դահլիճը լեփ-լեցուն լինի։ Եկեք այս թեմաներով հանդիպումներ իրականացրեք քաղաքացիների հետ, ես ձեզ վստահեցնում եմ, անգամ բիսի կկանչեն։ Հասկանում եք։ Էն էլ Գյումրիում, որը իսկապես այդ տասնամյակներում կորցրել էր իր գրավչությունը մեղմ ասած, շատ մեղմ ասած, ասենք վերածվել էր ուրվական քաղաքի, Գյումրին, որտեղից որ մարդիկ հեռանում էին անվերադարձ ու իմանալով գլխանց, որ հեռանում են անվերադարձ, Գյումրին իրենց սրտում վերցրած գնում էին ու վերջ։ Երկրորդ քաղաքի մասին է խոսքը Հայաստանի Հանրապետության, որոշ դեպքերում առաջին, որոշ ուղղություններով։ Ու անգամ Գյումրին էր գտնվում այդ ծանրագույն վիճակում։ Որովհետև դուք այսենց բաներ էիք ձեռք բերում, միլիոններ, այդ մարդկանց ճակատագրերի հաշվին։
Այսօր գնացել հանդիպումներ ենք ունենում, փորձում ենք խաբել մարդկանց տեղական կառավարման մարմիններին իրանց ընտանիքներով կամ հարազատներով ասես բերեն մի կերպ 200 հոգանոց դահլիճը լցնեն ու սկսեն խոսել բոցաշունչ ելույթներ, թե ինչքան իրանք մտահոգված են քաղաքացիների կյանքով ու ճակատագրով։ Վարդանիկից ինչ կա, ոնց է, բայց դեռ Վարդանիկը մի կողմ, գանք ես ձևիստներին։ Մարդիկ վեր են կացել գնացել են Շիրակի մարզ, մտել են Գյումրի, ասում են մենք եկել ենք ձեր գյուղ, հետո սրանց տեղական էլի ներկայացուցիչ մեկը փորձում է արդարացնել, դե մարդիկ վրիպել են, դե ինչ անը, դե մենք հյուրընկալ ժողովուրդ ենք եւ մեր հյուրերին երբ որ դիմավորում ենք, եթե մի բան փստացնում են բերաններից, մենք ասես շատ ուրիշ ձև ենք դա ասում, ոչինչ, լավ է։ Չէ, այս ամեն ինչը դեռ մի կողմ, իհարկե մարդիկ իրենց պատասխանները տվեցին, թե օրինակ գյուղը որքանով կարա լինի Կալուգան եւ ոչ թե Գյումրին, բայց այս մարդիկ քաղաքական հայտ են ներկայացրել։ Քաղաքական հայտ են ներկայացրել ու որերորդ կոպտագույն վրիպումն է։ Ես պատկերացնում եմ, եթե նմանատիպ մի վրիպում ԿՊ-ն անի։ ԿՊ-ն վրիպում չարած դուք վրիպում եք որակում այս կամ այն նախադասությունը փորձում ձվի մեջ մաս գտնել։ Ուրմնաց թե նմանատիպ վրիպում լինի։ Ես պատկերացնում եմ լրատվական դաշտը ինչ կանի։ Քաղաքական հայտ են ներկայացրել մարդիկ, ում ուղեղի մեջ, չէ, գիտեք, ես հավատում եմ, որ իրենք տեղյակ են, որ Գյումրին դա քաղաք է, այն էլ ինչ ծանրակշիռ քաղաք է։ Իրենք տեղյակ են, բայց լեզուն այդպես է պտտվել, որովհետև իրանց ուղեղի մեջ դա գյուղ է նստած։ Իրանց ուղեղի մեջ, խնդիրը հենց այդտեղ է։ Իրանց մոտ Երևանից այն կողմ գյուղ են մնացածը։ Իրանց լեզվա մտած, որովհետև իրենք այդ երկիրն են սարքած եղել, իրենց մի քիչ ավակ սերունդը, այո, մի հատ Երևան է եղել, ու մնացածը էլ ոչ մեկին հետաքրքիր չի եղել 30 տարի ինչ անշակում, ինչ համաչափ զարգացում, ինչ մարզային ներդրումային ծրագրեր, ինչ սահմանամերձում իրականացվելիք բնակարանային ծրագրեր, ինչի մասին եք խոսում։ Նրանց համար Հայաստանը սահմանափակվել է մի հատ Երևանով։ Երևանից ինչ կար դրսում, Երևանից դուրսի ինչ կար, դա թալանելու մատերիալներ, առուծախի։ Վերջ։ Ու սա էլ դեռ մի կողմ։ Աչքովս ընկավ Մարտուն Գրիգորյանը գրառում արել։ Սիրտս չէր դիմանում մի պահ, անկեղծ ասեմ, այս տղան Մարտուն Գրիգորյանը գրում է Գյումրին Ալեքսանդրապոլը, Լենինականը փագակցերի մեջ։ Հուշեմ Կումայրին նույնպես կարելի էր գրել էլի, որովհետև դա թերևս ամենաճիշտ բառն է։ Որ քաղաք էր, այսօր Գյումրիում գյուղ ասողներն էլ ծնված չէին, իրենց ծնողներն էլ հետը, հանրապետության երկրորդ քաղաք գալ, քարոզչության ու հոգևոր մտքի մշակույթի, սպորտի, կինոների, հայ անվանի մտածողների, թատրոնի, հումորի, աշուղների, ընդգծված նիստուկացի քաղաքին անվանել գյուղ, առնվազն կորակեմ փնթի վերաբերմունք գյումրեցիների նկատմամբ, մինչև քաղաք գալերը ձեզ պիտի բացատրած լինեին, որ զգուշ լինեք, ավել պակաս դուր չտաք, դա Գյումրի քաղաքն է ու ձեր տեղի բազմակետ։ Մարտուն ջան, ինչի ես խառնվել իրար ապեր։ Քո ինչին է պետք։ Ես փորձում ես թասիբով հայ տղա խաղաս։ Են էլ գյումրեցի։ Քո մոտ չի կարա դա ստացվի։ Մի պարզ պատճառով, այո, որ եթե վաղը պետք լինի,
որ դու գնաս քվեարկես Սամվել Կարապետյանի ու Նարեկ Կարապետյանի ու այս ջահելների օգտին, դու գնալու ես ու քվեարկելու ես։ Չասես չի կարա այդպիսի բան լինի, ոնց թե իմ քաղաքին գյուղ ասեն ու ես գնամ նրանց ձայն։ Դա այո, դու այդ տղեն ես։ Ով դու լրի։ Ուրեմն վերջին շրջանում ժողովուրդ ջան շատ են խոսում Գյումրի 2 սցենարից, որը հնարավոր է իրականացնել կամ ցանկանում են իրականացնել այս ուժերը, այս ոնց ասեմ, ռսաստրուկ ուժերը, ռսաճորտ ուժերը։ Ու շատերը չեն կարողանում խորքային հասկանալ, լավ, Գյումրի 2 օպերացիան որն էր, Գյումրի 2-ը էր, որ բոլոր թիմերով հետո միացան։ Չէ, ոչ, դա ավարտական մասն էր, որպեսզի իմանաք, թե Գյումրի 2 օպերացիան ոնց է հնարավոր Հայաստանի Հանրապետությունում իրականացնել, պետք է իմանալ, թե ինչից է սկսվել ամեն ինչ, ու ուսումնասիրել, իսկ Գյումրիում տվյալ օպերացիան ընտրություններին, որ իրականանալի դարձավ, դա անակնկալ չէր ոչ մեկի համար, բացի գյումրեցիներից, ովքեր վստահեցին Մարտունի Թասիբին, Վարդանիկի չգիտեմ ինչին, Ռուբեն Մխիթարյանի որ հատվածին չգիտեմ, մի խոսքով։ Բայց թեման ավելի խորքից է գալիս, հիմա ասեմ որտեղից։ Ինչ որ պահի սկսեցին տարածել հետևյալ թեզը։ Քոչարյանական թևի ներկայացուցիչները Նիկոլ Սերժի բերածնա, Սերժական թևը Նիկոլը Քոչարյանի բերածնա։ Եվ այստեղից սկսեցին խաղալ որպես առանձին քաղաքական միավորներ։ Փաշինյանին կամ քաղաքացիական պայմանագիրը երկուստեք մեկը մեկի դաշտ գցելով։ Քաղաքացիներն են կարծելով թե իսկապես տենց սրանք արդեն առանձին ուժեր են, դե ինչ եղել որ մեր Ռուբոն է շտե։ Գնանք Ռուբոին տանք։ Մենք հո դրանով Սերժին ձեն չենք տալիս, Ռուբոին ենք տալիս։ Գիտեք ժողովուրդ ջան, ցավոք սրտի խնդիր կա։ Այնպես ինչպես դուք եք մտա, ես վստահում եմ ձեր ազնվությանը, դուք գնացել օրինակ Ռուբոին ձեն եք տվել, ազնիվ նկատառումներից ելնելով։ Ես դրան վստահում եմ։ Ես անգամ վստահում եմ Քոչարյան Ռոբերտին ձեն տվածներին, որ հնարավոր է շատ ազնիվ նպատակներ հետապնդելով են գնացել ձայն տվել։ Իհարկե մի մասը, մյուս մասը իր ինչ չինովնիկներն են, ովքեր արդեն սովից սատկում են։ Հարցը այնտեղ է, որ իրենք ձեր հանդեպ ազնիվ չեն եղել, ու չեն էլ կարող լինել ազնիվ։ Չեն կարող լինել ազնիվ, որովհետև իրենք գիտեն իրենց գրասենյակում իրենք ինչ են պայմանավորվում եւ խոսում, եւ ձեզ ինչ են ներկայացնելու։ Եվ այո, շահարկելով ձեր ազնիվ պատկերացումները, շահարկելով ձեր բարի ցանկությունները, շահարկելով ձեր մտերիմ բարեկամ ընկեր լինելը նաեւ, կան չէ քաղաքացիներ, ասում են դե մեր բարեկամն է, ոնց ձեն չտաս, ասում եմ կներես, իսկ նա դու իրան դիտարկում ես բարեկամ, լավ, իսկ նա քեզ դիտարկում, բարեկամ։ Ու եկել էստեղ տեսնում ես գնաց մտածելու։ Նա քեզ դիտարկում է բարեկամ իր գործով։ Գործին պետքա բարեկամն ես, չէ։ Նու նա ասելով ցանկացած քաղաքի, գյուղի, մարզի մասին է խոսքը ու ցանկացած քաղաքացու եւ իր բարեկամ չինովնիկի։ Նմանատիպ դեպքերը շատ են, գալիս է մարդ ասում դե ժամանակին վստահել եմ ես ինչին, հետո քաշել է։ Ասում իսկ երբ որ դու վստահում ես, դու նայում ես, իսկ ինքը քեզ ինչ է դիտարկում։ Դու իրա ինչն ես։ Չէ, տեխնիկապես չէ, հարաբերությունների առումով, ոչ մի բանը։ Դու իր հնարավորությունն ես ձայն հավաքելու, ու վերջ։
Մենակ մի դեպքում դու կփորձես շահել, եթե նա ձևավորի կլան, դու լինես այդ կլանի հանցագործ մասնիկ, դա էլ նշանակում է պետության դեմ գործել։ Վերջ մնացած պարագաներում դու ոչ մի օգուտ չունես։ Ոչ դու, ոչ պետությունը։ Հիմա նույնը այստեղ է։ Այս մարդիկ շահարկել են բոլորին։ Համոզելով, խապելով, ներկայացնելով ձեները հավաքեցին, ներկայացան, որ իրենք տարբեր ուժեր են։ Մարտունը Գրիգորյան առհասարակ կիլոմետրերով արվելի առաջ ընկավ, ով ես Վարդանիկի հետ։ Գիտեք ինչ, Վարդանիկը ԿՊ-ին բանն է, տեխնացուն է, ասեց, ու բանա, ես շատ լավ գիտեմ ինչ են պլանավորել։ Իրանք տանելու են քաղաքը, միանալու են, դաշինք են կազմելու, ով ԿՊ-ն ու Վարդանիկ, դուք պատկերացեք, ու մարդիկ եղան հավատացին, հավատացին ոչ թե որովհետև Մարտունը մի հռետորական խոսքով է փայլում, ոչ, հավատացին, որտեղ բարեկամն էին, ընկերն էին, հարևանն էին, ծանոթն էին, հավատացին, ու տեսանք ինչ եղավ, տեսակ, դուք հավատացիք ձեր ընկերոջը, այ հենց նրան, ով ձեզ չի դիտարկում իրեն ընկեր, բարեկամ, հարազատ, ու տեսակ ինչ խաղ սարքեցին, դարձավ Գյումրի 2, Գյումրի, հիմա Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է այդ պրոցեսները, ամեն մեկը փորձում է առանձին քաղաքական ուժ ներկայանալ, ամենաշատ բանը քրտինքը թափում է այստեղ Սամվել Կարապետյանի այս բանը Ուժեղ Հայաստան կուսակցությունը ով չի ալարում Հայաստան բառն են նրանք անգամ դրել էժանացնում Մայր Հայաստան, Հայաստան դաշինք, ուժեղ Հայաստան անգամ Հայաստան բառն են նրանք արժե զրկում դուք ձեզ ոչ չեն արժե զրկի Հիմա այս անձնավորությունները, սրանք փորձում են առանձին Երևալ ու բոլորը այս պարագայում արդեն ամենակենտրոնական գրասենյակի շահառուներն են, ամենակենտրոնական, որը Ռուսաստանում է, իմիջիայլոց հուշեմ ձեզ, որպեսզի հասկանալի լինի, այստեղ ռսամետ, եվրոպամետ, ամերիկամետը չի, այստեղ շատ ավելի լայն կոնցեպտ կա, եթե դու Նայք, աշխարհը վերադասավորվում է եւ հստակ սկսվում են ընդգծվել թևերը, ովքեր ոնց հետ են աշխատելու ու վերջ։ Եթե դու ընտրում ես Ռուսաստանի հետ, ես ձեզ հիշեցնեմ, որ Ռուսաստանում արդեն անգամ հեռախոսը ոստիկանը կարող է վերցնի ձեռքից, դու իրավունք չունես չտաս, ու ստուգի թե դու ում հետ ես շփվել, ինչ ես խոսել, ինչ չէ։ Ռուսաստանը բռնապետական երկիր է։ Դու չես կարող լինել խոսքի ազատության երկիր Եթե դու Ռուսաստանին ես ընտրում, դու ընտրելով Քոչարյանին, Սամվել Կարապետյանին, Սերժին, դու ընտրում ես Ռուսաստանին, այն Ռուսաստանին, որը այսօր ծանր վիճակում է ու ծանրագույնը դեռ առջևում է, իմիջիայլոց Ուկրաինան նույնպես ծանրագույնը առջևում է, որովհետև պատերազմից հետո հետ պատերազմյան վերքերը շատ ավելի դժվար ու ուշ են բուժում ու ավելի խոցելի են դարձնում երկիրը Մեր պարագայում մենք մինչև հիմի ենք դրա մեջ, բայց կարողացան կառավարելի դարձնել, դա երևի փոքր են քիչ են կամ ցանկությունը մեծ էր կառավարելի դարձնելու, դա էր պատճառը։ Չնայած տեսակ թե քանի անգամ ԱԱԾ-ն ինչեր կանխեց։ Եթե դու ընտրում ես այս ուղղությունը, բնականաբար դու ընտրում ես նաև Ռուսաստանի դաշնակիցներին։ Այսինքն ում հետ այնք աշխատում ու դու պիտի նրանց հետ աշխատես, դու չես կարող ընտրել Ռուսաստանը, աշխատել Ֆրանսիայի հետ։ Դու ընտրում ես Ռուսաստանը, կարող ես աշխատել օրինակ Բելարուսիայի հետ։ Սա դեռևս մի քիչ նորմալ տարբերակ է, չնայած Բելարուսի նախագահի լոճո խոսելուն ու մեզ բոլորիս վիրավորելուն, մեր բոլորիս հայրենիքը վիրավորելուն, բայց սա դեռ նորմալ է, որովհետև նրանց մյուս դաշնակիցը Թալիբաններն են։ Աֆղանստանն է։ Մի երկիր, որտեղ օրենք են արդեն հանել, որ տղամարդը կնոջը ինչքան ուզի, երբ ուզի կարա ծեծի։ Եվ այն դեպքում, երբ որ այնքան կծեծի, որ կնիկը կընկնի հիվանդանոց, մենակ այդ դեպքում իրեն մի 10-15 սուտկա է հասնում։ Մնացած պարագաներում կենթանու նման պիտի վերաբերվի, կնոջն էլ երեխաներինն էլ։ Դրսի շները
թափառող կենթանիները ունեն ավելի շատ իրավունքներ, քան կանայք։ Մյուս գործընկերը Հյուսիսային Կորեան է։ Մատ բացեք տեսեք այդ երկրում ինչ է կատարվում։ Ու դուք եկեք այս ամեն ինչի մեջ փորձեք ասել, որ չէ, մենք ընտրում ենք դա, որպեսզի առաջ խաղացում, չգիտեմ, տնտեսական ես շատ գիտեմ ինչեր, ուժեղ ես իմ ինչեր։ Մատ նայեք ինչի մասին է խոսքը։ Կշարունակենք կարճ դադարից հետո, կարճ դադար մեր եթերը։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ։ Ռուսաստանի մյուս ազդեցության գոտին օրինակ դեպի արևմուտք Կուբան է։ Մի տարածք, որտեղ միկրովալնովկեն արենդով են վերցնում իրարից, որովհետև գումար չունեն միկրովալնովկա առնեն։ Դուք մատ Կուբայի կյանքին փորձեք ծանոթանալ։ Այնտեղ $1 իհարկե այնտեղ էլ միլիարդատեր կա, բայց $1 ունեցողը արդեն ամենահարուստ տղերքից մեկն է իր բակում։ Նայենք Ռուսաստանի մյուս տարածքներ, դե չգիտեմ, Լատինական Ամերիկա կարելի է գնալ։ Կարող ենք մտովի գնալ, Աֆրիկա կարող ենք գնալ, ցանկություն ունենք, կարող ենք։ Ռուսաստանը իր ազդեցության գոտիները դիտարկում է, որպես Ռուսաստանը տերությունը պաշտպանելու միջոց։ Այսինքն, եթե դուք ցանկանում եք լինել միջոց, խնդրեմ, են դուք, են այս դաշինքներն ու չգիտեմ ինչերը, մեկը Նոյան տապանը կառուցել, մյուսը չգիտեմ, հեծը թալանելուց հետո ասում ես մեկա երկիրը չգիտեմ, տնտեսական քայլեր եմ բերում, Գյումրին էլ գյուղա, բանը, այս մյուսը առհասարակ իրենց ամբողջ թայֆայով հակակոռուպցիոնով անցնում են, մեկը իրանք հայրենիք են փրկում, հասկանում եք, խնդրեմ գնացեք ու ձեր որոշումը կայացրեք։ Սրան, Հյուսիսային Կորեայից մի երկու բառ պատմենք իրար, թե ոնց։ Տեսեք, եթե ցանկություն լինի, ասեք։ Հիմա սրա հակադիր կողմը Միացյալ Նահանգներն է։ Իհարկե այստեղ փոքրինչ տարբեր են խաղացողները, այնտեղ էլ են փոքրինչ տարբեր, բայց դա իրենց դաշնակցային հարաբերություններն են։ Եվրամիությունն է։ Այո, նաև Թուրքիան է։ Նաև Թուրքիան է։ Իսկ կներեք, Թուրքիայի ու Ռուսաստանի վերաբերմունքի մեջ հայերի հանդեպ կարող եք ինձ տարբերություն ցույց տալ։ Ասեք մի երկու երեք տարբերություն ցույց տվեք, տեսնենք ինչի մասին է խոսքը գնում։ Մենք մեզ անընդհատ կայսրությունները ինչի ենք մենք ինչ-որ մի պահի մեկ էլ հանկարծ Պարսկաստանի կայսրությունից անցել ռուսական կայսրության տարածք, որովհետև մենք սուվերեն չենք եղել։ Մենք եղել ենք միջոց, փոխանակման եւ սեփական սահմանները պահելու համար։ Նույն Օսմանյան կայսրությունում միջոց, ու դե այդպես առհասարակ կայսրությունների տակ գտնվող երկրները իրենք չեն իրենց ճակատագիրը որոշողները։ Ես աչքովս ընկավ Մարիա Կարապետյանը մի հետաքրքիր նյութ էր տեղադրել, տեսնեմ եթե գտնեմ ձեզ համար կկարդամ, պատմական ակնարկ էր կարելի ասել։ Մի րոպե։ Մարիա պատմական ակնարկ էր, շատ հետաքրքիր, տեսեք։ Հրապարակել է գրքից մի էջ, որտեղ նշել է, ռուսերեն լեզվով է, դրա համար չեմ տեղադրում։ Փոքրիկ տեխնիկական փոփոխություն սահմանադրության մեջ կամ կրկին գտնվել է բարեհաճ վաճառականը։ Ռուսաստանը հարավային Կովկասի շուրջ առաջին անգամ լուրջ քաղաքականություն մշակեց Պետրոս առաջինի օրոք։
Պետրոսը մտավախություն ուներ, որ եթե Օսմանյան կայսրությունը վերահսկողության տակ վերցնի թուլացող պարսկական կայսրության գավառները, Հարավային Կովկասում Ռուսաստանը կկտրվի Կասպից ծովից եւ դեպի Հնդկաստան տանող առևտրային ուղիներից։ Սա եւս մեկ անգամ հիշեցում, որ կռիվները հիմնականում ճանապարհների մասին են, ոչ թե ուղակի տարածքների, հա։ Եվ ահա Պետրոս առաջինը 1722 թվականին իր կասպիական ռազմական արշավանքը սկսեց մի քանի տարի առաջ Պարսկաստան է ուղարկում դեսպան հետախույզ Արտեմի Վոլինսկուն, պարզելու հետևյալ հարցերը եւ կատարելու հետևյալ հանձնարարությունները. Ինչպիսի հարաբերություն ունի շահը թուրքերի հետ, պարսիկները թուրքերի հետ պատերազմ սկսելու մտադրություն չունեն, եւ արդյոք չեն ցանկանա նրանց դեմ ինչ-որ մեկի հետ դաշինք կազմել։ Սերմանել, որ թուրքերը պարսկական պետության եւ ժողովրդի գլխավոր թշնամիներն են, որ ցարական մեծությունը ցանկանում է բարիդրացիական բարեկամություն պահպանել շահի հետ։ Շահին համոզել հրամայել հայերին հում մետաքսի իրենց առևտուրն ուղղել դեպի ռուսական պետություն։ Հետախուզություն անել հայերի առնչությամբ իմանալու համար, թե արդյոք նրանք շատ են եւ որտեղ են ապրում, արդյոք նրանց մեջ անվանի ազնվականներ կամ վաճառականներ կան եւ ինչպես են նրանք վերաբերվում ցարական մեծությանը, նրանց հետ լինել սիրալիր եւ հակել նրանց բարեհաճության։ Իհարկե գտնվեցին այդպիսի վաճառականներ եւ նրանց դերը անշուշտ կապված է պարսկական լծից մեր ազգային ազատագրության հետ։ Հայ խոջաները իրեն ժողովրդի համար ավելի լավ պայմաններ էին ուզում, իսկ Ռուսաստանը հարավային Կովկասը։ Վերջ պարզ հասարակ հաշվարկ։ Անցել է 3 դար։ Եվ այս պատմության մեջ մի կարևոր բան է փոխվել։ Այժմ կա Հայաստանի Հանրապետություն եւ ժողովուրդ, որը ինքը կարող է որոշել, թե Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը ինչ պայմաններով են տարանցելու, իսկ տարածքը միմյանց հետ եւ աշխարհի մյուս մասերի հետ կապ հաստատելու համար եւ թե ինչ դեր են խաղալու այս ամենում հայ ազգի բիզնեսմենները։ Նյութը Սերգեյ Սալավյովի ռուս պատմագիր 1800-ականների հարաբերություններ հայերի հետ հատվածից է։ Դուք կարծում եք, որ 1722 թվականին հայ ժողովուրդը այս ամեն ինչից տեղյակ լինելով էր վերկենում ազատագրական պայքարի։ Ոչ, եւ ինչ եք կարծում, սովետական միության ժամանակ, երբ որ թույլատրվում էին գրել պատմավեպեր եւ նկարահանել ֆիլմեր, որ հատվածներով կթույլատրեին, պատմության որ հատվածներով, որտեղ որ կարելի էր տեսնել ռուսի հետ եղբայրության, ճակերտավոր եղբայրության որոշակի բան, չէ՞։ Օրինակ Մխիթար Սպարապետ, Դավիթ Բեկ Մխիթար Սպարապետ, որը հենց այս թվականների մասին է։ Ու գիտեք հետաքրքիրը որն է։ Իհարկե սրանով չի խամրում Դավիթ Բեկի դերն ու նշանակությունը մեր հայ ժողովրդի ու մեր պատմության մեջ, բայց հետաքրքիրը այնա, որ Դավիթ Բեկի բուն կենսագրությունը ոչ մեկին հայտնի չի։ Այո, գիտենք, որ եկել է Վրաստանի կողմերից, անգամ կարճ ժամանակ որտեղա ծառայել եւ այլն, ու վերջին կարճ ասելով վերջին հատվածները մինչեւ Հայաստան գալ է, բայց ընտանիքը, հայրը, մայրը, իր կենսագրությունը ոչ մեկին հայտնի չի։ Ինչ որ հայտնի է միայն ենթադրություններով։ Ու գալիս է Հայաստան, գալիս է հենց Սյունիքի մարզ։ Այս ինչ հաշվարկ էր, հենց Սյունիքի մարզից սկսել ազատագրական պայքարը։ Սա այս բոլորը ուսումնասիրությունների արդյունք են։ Հաջողում է միջայլոց, փառք ու պատիվ նրան։
Այդպես էլ երազանքով ռուս զինվոր հանդիպելու մանում է։ Բայց հավատը մնում է ժողովրդի մեջ վստահությունը։ Եվ հեսա ռուսը կգա, հեսա կգա մեզ կփրկի, մեզ փրկելու մասին չի, իր գործերի մասին է։ Որտեղ որ դու կարող ես ունենալ ընդհանուր շահ։ Եվ այսօրվա աշխարհը այլ բանի մասին է, որտեղ որ մենք ունենք շահեր, ունենք շահեր լուրջ ու զարգացած երկրների հետ։ Հիմա ինչ եկել փորձում գցել մեզ հետ այդ ճահիճը։ Ինչի համար։ Այստեղ մի հատ տարբերությունն է, որ խնդրեմ, Ռուսաստանը լարել է հենց այդ անկախության դեմ։ Իհարկե ինքը անմիջական անընդհատ փորձում է չերևա, բայց չի ստացվում, որովհետև ամեն ինչում են դրանք ապաշնոր։ Բայց շատ լավ հասկանում է, որ Կովկասում ինքը պարտվել է։ Պարտվել է ոչ թե մեզ, մենք նրա հետ չենք կռվել, որ պարտվի, այլ պարտվել է նոր աշխարհակարգի ձևավորման մեջ։ Եվ որպեսի ինչ-որ բան փորձի պահել հետագայի համար, փորձում է սրանցով գոնե ներկայություն ապահովել։ Եթե չստացվի, գոնե Չինաստանին տա։ Երևի ինչ-որ մի բանի դիմաց դարձյալ։ Դրա համար են սրանք հաճախ սկսել Չինաստան բառը գործածել։ Թե դուք ուր Չինաստանն ուր։ Չինաստանի հետ որևիցե հարաբերություն երբևէ չեք փորձել կառուցել։ Եվ Չինաստանի հետ ռազմավարական գործընկերության սկիզբը դրել է հենց Նիկոլ Փաշինյանը։ Իմիջայլոց։ Եվ եթե անհրաժեշտ լիներ նրան բերել տարածաշրջան էնել տրիպի ուղու վրա, եթե կա անող, դա կարող էր անել Նիկոլը Փաշինյան, դուք ոնց կարող եք անել։ Բայց դա չի կարելին է, դա բախում է արդեն։ Դա աշխարհքաղաքական բախման մասին է։ Բախման կետ ստեղծելու մասին է։ BRICS-ին հրավիրենք, չգիտեմ, ինչ ասես խոսում են։ Ում ասես տանք Հայաստանը, մենակ թե պետություն չդառնա։ Հիմա էլ էս անգրագետներն են եկել, տո մեկ ասում են իրանցը Ընդ բանը տվեցին, են մի հատ ունեն, չէ, մի հատ աղջիկ կա համակարգողների մեջ, անուն ազգանունը չեմ հիշում։ Սև ու սպիտակի ժամանակ ոդքասթի անդրադարձա։ Հրավիրել եմ, գալիս ես գնանք Կիրանց։ Գնանք Կիրանց։ Ես քեզ խոստանում եմ, քեզ անձնագիր պետք չի Կիրանց գնալու համար, որովհետև Կիրանցը Հայաստանի Հանրապետությունում է։ Եվ այդ ձեր ջիհադիստների շարժումն էլ վաղուց պարտվել է։ Դուք տարի ու կես ուշացումով եկել նորից Կիրանց եք երգում։ Բա մի հատ այցելություն էլ Կիրանց արեք, ձեր աշխով տեսեք, տեսեք այնտեղ է այդ գյուղը, թե չէ։ Իսկ եթե ձեր հայրենիքը կիզիլ հաջի լինա, կներեք ես այդտեղ խանձոր եմ որևիցե բան անելու։ Այն մյուսը ծրագրեր է առաջարկում, մատնայքիչ ծրագրեր են առաջարկում, որը որ իսկապես ծիծաղելի է։ Այն ինչը որ արդեն արվել է ու դեռ կարվի։ Ուրեմն վեր են կացել, ասում են ծրագրերի մեջ ինչ են ներդրել։ 300,000 բան աշխատատեղ ծրագիրն է։ Քաղաքացիական պայմանագիրը իր 5 տարվա մեջ արդեն 300,000 աշխատատեղ ապահովել է։ Դեռ այս թիվը աճելու միտում ունի, ընդ որում արդեն շատ ավելի ուրիշ ուղղություններով։ Ինչը որ արել է ԿՊ-ն, սրանք առաջարկում են անել։ Ինչ են ասում, 20,000 երիտասարդների համար տուն կառուցել։ Նարեկ ջան, քաղաքացիական պայմանագիրը արդեն 50,000 երիտասարդների ծրագրով տվել է հնարավորություն օգտվել, արդեն 50,000։ Բանը, սահմանամերձերից եմ փորձում խոսել, 16 միլիոնների ծրագրերի հետ կապված գնացեք դիտարկեք մի հատ։ Իմիջիալոց այդքանից հետո մտեր Օշին քահանա կա։ Սա է,
բերանը բացում, ինչին Ռուբինյանը շատ լավ էր պատասխանել, ուրեմն ինչ է ասում, գնացել են երկու երիտասարդ, երիտասարդ զույգերը գնացել են, որպեսի օր վերցեն երևի մկրտության համար կամ պսակադրության համար, եկեք ընթերցեմ։ Ազգային ժողովի փոխոսնակ Ռուբեն Ռուբինյանը Facebook-յան իր էջում գրել է. Օրերս Սաղմոսավանքի տեր Օշինը ինձ ծանոթ մի երիտասարդ զույգի, որը պատրաստվում է պսակադրվել, ասել է. կարևորը քավորը նորմալ տղա լինի, թասիբով տղա լինի, նկատի ունեմ ՔՊ-ական չլինի։ Այն եկեղեցա պաշտպանագետերից բան կա, ասենք սա քաղաքական խոսույթ չի։ Իսկ ինչական լինի, դաշնակցական լինի նորմալ, հա։ Հանրապետական, չգիտեմ, ձևիստական։ Ինչ է։ Մենք սրա համար պարակտիչ կտրիչ Ներսիսյանը պիտի դուրս շպրտվի եկեղեցուց։ Իր բարեկամների հետ միասին։ Իսկ տեր Օշինին խորհուրդ եմ տալիս խելքը գլուխը հավաքել։ Հետգրություն։ Պապիս պապը տեր Օհանը 1850-ականներին եղել է հենց Սաղմոսավանքի հոգևոր հովիվը։ Ու չեմ կարծում, թե այդ ժամանակ քաղաքականությամբ է փորձել զբաղվել։ Ահա այս խունտան, որը աշխատում է Հայաստանի Հանրապետության դեմ եւ ժողովրդի մեջ մշտապես պառակտումներ է գցում, եւ հետո ասում գիտեք ինչ, ես որ գամ, այս պառակտումները կվերանան։ Ես որ գամ, չգիտեմ, այս ատելության մթնոլորտը կվերանա, իրենք են ատելության մթնոլորտը լցրել դաշտ։ Այսինքն կարելի է ասել հետեւյալ կերպ, որ նրանք սպառնում են, որ եթե չգան, կշարունակվի այս պառակտումը, եւ եթե չգան, կշարունակվի ատելության մթնոլորտը։ Սա ոչ թե նախընտրական խոստում էր առաջին նախադասությունը, այլ սպառնալիք։ Սպառնում են, էլի։ Ես սպառնում են հակաժողովրդական, հակապետական գործ անելով։ Հիմա եկեք գնանք որոշենք։ Մենք ինչ ուղղությամբ ենք ցանկանում զարգացնել երկիրը կամ հետ գցել երկիրը։ Գնալ Գյումրի կանգնել ասել, որ մենք եկել ենք ձեր գյուղ։ Ահա, ես մի հատ հուշեմ։ Մարդ ես էլի, որովհետև մեզ, ասենք, դուր չի գալիս, որ մարդիկ վիրավորվում եւ վիրավորում են։ Հուշեմ հետագայի համար։ Երևանը նույնպես գյուղ չի։ Վանաձորը նույնպես։ Գորիսը, Սպիտակը, Կապանը, Մեղրին գյուղեր չեն։ Արմավիրը, Արտաշատը, Սևանը, Հրազդանը գյուղեր չեն։ Մի քիչ փորձեք ճշտումները արած գնալ, եթե ինչ որտեղ գնում եք։ Եվ այո, սա հենց այն է, սա հենց այն խոսույթն է, որը քաղաքական գործին, կարա դեռ նոր սկսող անգամ քաղաքական գործին մի անգամից կարիերային խաչքաշի։ Իսկ դուք ինչպես եք կարծել, քաղաքականությունն այդ ինչ է։ Մարդու ամբողջ կարիերան է մի նախադասությունով ջուրը գնում։ Դուք ձեզ մի քիչ շատ բան չներվեց, եւ ես ունեմ առաջարկ։
Այդ հրյա քաղտեխնոլոգներն էին երևի ձեզ հուշել, չէ՞ որ Գյումրին բանը։ Սրանց բոլորին դրեք կրկեսում, առավել եւս որ հասկացա, որ վերջերս դա այս մի քանի օր էլի հանդիպում ա ունենալու երիտասարդների հետ կրկեսում դարձյալ։ Փակեք թող դուրս չգան։ Որովհետեւ այո, որքան էլ որ սիմվոլիկ է, բայց դա իրականություն է, որ այս քաղաքական ուժի տեղը կրկեսն է։ Ուրեմն ես էլ ասեմ ու ժամանակը ավարտին է մոտեցել, աչքովս ընկավ, թե ինչ որ միջոցառում են անում, վերջում էլ որոշվելու է, թե ով է միստր ուժը, ինչ որ չգիտեմ, ջայլները երևի տենց բան են ուզում անեն, միստր ուժ, ես իհարկե այդ օծի տեսակին, որը որ ուժ է կոչվում, աբիկնավեննի ուժ, այդ տեսակին, տեղադրեցի իրանց մոտ, որպեսզի հասկանան, թե ուժը որն է, իրենց պարագայում, չգիտեմ արձագանքներն ինչպիսին կլինեն, մի արեք բաներ, որոնք որ կարող են ձեզ ծաղրի ենթարկել, հավատացեք մեկը ես ձեզ ծաղրելու ցանկություն չունեմ, բայց դուք արդեն են, որ էլ չեմ կարողանում դիմակայել, օգնեք մեզ ձեզ չծաղրել, խնդրում ենք, եթերում ասած շփումներ կհանդիպենք։